Մենք հասանք 6-րդ դասին, անհավատալի է, ժամանակն այնքան արագ անցավ։ Սա այն դասն է, որին ես սպասում էի։ Ուզում եմ տալ հետևյալ հարցը. կա արդյոք աստվածային իշխանության ներքո ապրելու ավելի մեծ նպատակ, քան այն, ինչ մենք քննարկեցինք մինչև հիմա։ Պատասխանն է անկասկած այո։ Հիսուսը նպատակ ունի մեզ համար որպես եկեղեցի։ Եվ գիտեք, թե որն է նրա նպատակը։ Այն, որ մենք մեկ լինենք։ Լսեք, թե ինչ է նա աղոթում Հովհաննեսի 17-րդ գլխում։ Այն փառքը, որ ինձ տվեցիր։ Նա աղոթում է իր հորը։ Ես այն փառքը, որ ինձ տվեցիր, նրանց տվեցի, որ մեկ լինեն, ինչպես մենք էլ մեկ ենք։ Կա փառք, որը պահված է մեզ համար որպես եկեղեցի։ Բայց այդ փառքը սերտորեն կապակցված է մեկ լինելու հետ։ Այսպիսով եկեք խոսենք այս մասին։ Թույլ տվեք մի պահ կանգ առնել եւ խոսել փառք բառի մասին։ Ես սիրում եմ այս բառը։ Փառք բառը հունարենում դոքսա բառն է։ Այն նշանակում է մեծ գեղեցկություն եւ շուք, վեհություն։ Իսկ ըստ Աստվածաշնչի բառերի ուսումնասիրության ամբողջական բառարանի, Աստծո փառքն այն է, թե ով է նա ըստ էության։ Ավելի լավ հասկանալու համար դիտարկենք այս բառի համարժեքը։ Լավ, ուզում եմ, որ սա հնարավորինս պարզ լինի։ Իմ անունը Ջոն է անգլերենով, իմ անունը Խուան է իսպաներենով, իմ անունը Ջովաննի է իտալերենով, իսկ որն է փառք բառը եբրայերենում։ Այն եբրայերեն կաբոդ բառն է։ Դրա սահմանումն է շուք, հարստություն, կարողություն, առատություն, պատիվ, վեհություն։ Այս սահմանումները լիարժեք արտահայտում են այս բառի իմաստը, քանի որ այն նշանակում է նաև Աստծո կշիռը։ Այսպիսով, Աստծո շուքը, հարստությունը, զորությունը, առատությունը, պատիվը եւ վեհությունը լիարժեք կերպով, դա նրա մեծության կշիռն է։ Երբ լսում եք փառք բառը, մտածեք Աստծո մեծության կշռի մասին։ Երբ նրա փառքը հայտնվեց խորանը կանգնեցնելու ժամանակ, երբ ամեն ինչ իր տեղում էր, այնքան զորավոր է, Մովսեսը չկարողացավ նույնիսկ ներս մտնել, ոչ ոք չկարողացավ ներս մտնել։ Երբ տաճարը կառուցվեց, հայտնվեց Աստծո փառքը եւ ոչ ոք չկարողացավ ներս մտնել։ Հիսուսն ասաց մեզ հետեւյալը. ինչպես Հայրն ուղարկեց ինձ, այնպես էլ ես եմ ուղարկում ձեզ։ Եկեք դիտարկենք նրա ծառայությունը։ Հիշեք, նա հրաշք գործեց Կանայի հարսանիքին, եւ գրված է, որ դա առաջին նշանն էր, որ Հիսուսը գործեց եւ ցույց տվեց իր փառքը։ Հիշեք, որ գրված է ինձ տեսնողը հորը տեսավ։ Այսպիսով, Աստվածաշունչն ասում է, որ Աստծո փառքը Հիսուս Քրիստոսի դեմքում է, եւ կա փառք, որը նա պահել է մեզ համար։ Եվ իսկապես հավատում եմ, որ այն փառքը, որում մենք վարվելու ենք այս վերջին օրերում, լինելու է ավելին, քան գործ կառաքելոցում էր։ Ես հավատում եմ դրան ըստ Աստծո խոսքի եւ կարող եմ ցույց տալ դա։ Մի բանի վերջն ավելի լավ է, քան սկիզբը, վերջին տան փառքն ավելի մեծ է, քան նախորդինը։ Գոյություն ունի շքեղության, մեծության եւ զորության անասելի կշիռ, որն Աստված պահել է մեզ համար, այսինքն եկեղեցու համար։ Երբ մենք մեկ դառնանք, դուք հետևում եք ինձ, շատ լավ։ Սաղմոս 133-ում գրված է. տես, թե որքան բարի եւ որքան հաճելի է, որ եղբայրները իրար հետ միաբան բնակվեն։ Այդտեղ Տերը պատվիրում է իր օրհնությունը։ Աստված բառացիորեն պատվիրում է իր օրհնությունը, երբ մենք միաբան ենք։ Ճիշտ է։ Մենք չենք կարող ստանալ այս փառքը լինելով պառակտված եկեղեցի։ Մենք պետք է միաբան եկեղեցի լինենք։ Առաջին եկեղեցին հրաշալի կերպով պատկերում է այս ճշմարտությունը։ Եկեք դիտարկենք նրանց։ Հիսուսը նրանց հետ էր 3.5 տարի։ Մինչև համբարձվել է, Հիսուսն ասաց նրանց. գնացեք վերնատուն, գնացեք Երուսաղեմ եւ սպասեք խոստմանը։ Հետաքրքիրն այն է, որ առաջին Կորինթացիների 15-ում գրված է, որ նա միաժամանակ հայտնվեց 500 մարդու պատվիրելով նրանց գնալ վերնատուն։ Այդ դեպքում ինչու 10 օր անց այդտեղ մնացին ընդամենը 120-ը։ Ինչ տեղի ունեցավ մնացած 380-ի հետ։ Ես միայն գիտեմ, որ նրանց մասին այլևս ոչինչ գրված չէ։ Մնացին միայն 120-ը եւ նրանք գնացին վերնատուն։ Նրանք ասացին. եթե պետք լինի, մենք կմնանք այստեղ մինչև որ մահանանք եւ Աստված հարություն տա մեր ոսկորներին, որովհետեւ մեր Տերն ասաց. գնացեք եւ սպասեք։ Դուք տեսնում եք, որ նրանք լիովին հպատակված էին Հիսուսի իշխանությանը, Հիսուսի անմիջական իշխանությանը։ Մյուս 380-ը ոչ, այնպես որ եկեք չխոսենք նրանց մասին։
Եկեք խոսենք այդ 120-ի մասին։ Հարցն այն է, թե որքանով էին նրանք հպատակված Հիսուսի անմիջական իշխանությանը, բայց որքանով նրանք կհպատակվեին նրա լիազորած իշխանությանը։ Ինչպես գիտեք, Հիսուսը կարգեց Պետրոսին որպես առաջնորդ, եւ Պետրոսի ծառայողական կենսագրությունը բավականին անկայուն էր։ Մի պահ դու ես Քրիստոսը, եւ հաջորդ պահին Հիսուսը ստիպված էր ասել նրան հեռացիր ինձնից Սատանա։ Մի պահ նա քայլում էր ջրի վրայով եւ մյուս աշակերտները դիտում էին, իսկ հաջորդ պահին նա սուզվում էր։ Նա գնաց կերպարանափոխման սարը, մինչ մյուս աշակերտները մնացել էին ներքևում։ Այդտեղ միայն Պետրոսը, Հակոբոսը եւ Հովանեսն էին։ Հայտնվեցին Մովսեսն ու Եղիան, եւ նա ուզում էր վրաններ կառուցել նրանց համար։ Նա անհեթեթ կերպով աններդաշնակ էր Աստծո կամքի հետ։ Արդյոք 120-ը կկարողանային հպատակվել նման անկայուն կենսագրություն ունեցող մարդուն, հատկապես որ բոլորն էլ գիտեին, որ նա ուրացել էր Հիսուսին։ Դուք հիշում եք, երբ հրեշտակը հայտնվեց կանանց Հիսուսի հարությունից հետո։ Հրեշտակը պետք է առանձին նշեր Պետրոսին։ Ահա թե ինչ նա ասաց. Ասեք նրա աշակերտներին եւ Պետրոսին, քանի որ բոլոր աշակերտները մտածում էին, որ նա հանձնվել էր եւ այլևս անելիք չուներ։ Ինչպես էին նրանք արձագանքելու նրան որպես առաջնորդի։ Նրանք վերնատանն էին։ Սա տեղի ունեցավ մինչև Սուրբ Հոգու գալուստը։ Հանկարծ Պետրոսը մի բան ասաց։ Նա ասաց. Աստված ինչ-որ բան ցույց տվեց ինձ, երբ աղոթքի մեջ էի այս առավոտ։ Ես գտա մեզ Սաղմոսների գրքում։ Նա կարդաց նրանց այն մասին, թե ինչպես էր Հուդան դավաճանել Հիսուսին։ Եվ Սաղմոսների գրքում գրված է. թող մեկ այլ մարդ զբաղեցնի Հուդայի պաշտոնը։ Պետրոսն ասաց. փնտրեք այստեղ գտնվող 120-ի միջից, գտեք նրանց, ովքեր եղել են մեզ հետ հենց սկզբից Հովանեսի մկրտությունից։ Մոտեցրեք նրանց, մենք կաղոթենք եւ վիճակ կգցենք տեսնելու համար, թե ում է Աստված ընտրել Հուդայի փոխարեն։ Բոլորս գիտենք, որ Աստված չի ընտրում առաքյալի վիճակախաղի սկզբունքով։ Միայն պատկերացրեք։ Քար, թուղթ, մկրատ։ Այո։ Պետրոսը տեսել էր այն օրինակը, որին պետք է հետևեր։ Եթե հիշում եք, Ղուկասի 6-րդ գլխում Հիսուսն աղոթեց ամբողջ գիշեր մինչև 12-ին ընտրելը։ Դուք հիշում եք դա։ Եվ հիշում եք Գործքի 13-րդ գլխում ես ավելի վաղ ցույց տվեցի դա։ Նրանք ծոմ պահեցին եւ աղոթեցին եւ Տերն ասաց. առանձնացրեք Բարնաբասին եւ Պողոսին։ Նրանք հասկացել էին դա, իսկ Պետրոսը ոչ։ Նա աններդաշնակ էր Աստծո կամքի հետ եւ կարելի է տեսնել նրա որոշման արդյունքը։ Նրանք գտան երկու մարդու, Հուստոսին եւ Մատաթիային։ Նրանց առաջ բերեցին։ Եվ Մատաթիան շահեց վիճակախաղը։ Նա կարգվեց որպես առաքյալ, բայց մենք այլևս չենք լսում նրա անունը մինչև Աստվածաշնչի ավարտը։ Սա զարմանալի է։ Նա այլևս չի հիշատակվում մինչև Աստվածաշնչի ավարտը։ Պատճառը կարծում եմ այն է, որ Աստված ընտրել էր Պողոսին Հուդային փոխարինելու համար, քանի որ Պողոսն ասում է առաջին Կորինթացիների թղթում. Նրան, Հիսուսին, տեսավ Հակոբոսը, իսկ հետո բոլոր առաքյալները։ Վերջինը ասես ես սխալ ժամանակ ծնված լինեի, ես նույնպես տեսա նրան։ Ինչ նա նկատի ունի ասելով, որ սխալ ժամանակ է ծնվել։ Անձամբ ես հավատում եմ, որ Պողոսը շատ երիտասարդ էր Հիսուսի աշակերտը լինելու համար, երբ նա այս երկրի վրա էր։ Եթե դիտարկենք Ստեփանոսի քարկոծվելը, դա տեղի ունեցավ հարությունից 4 տարի անց։ Գրված է, որ մարդիկ դրեցին իրենց վերարկուները Սողոս անունով մի երիտասարդի մոտ։ Սողոսը հավանաբար հասունացման շրջանում էր 13, 14, 15 տարեկանում։ Ես այսպես եմ ասում երիտասարդ բառի բնագրային իմաստի պատճառով։ Բանն այն է, որ ես ուսումնասիրել եմ սա, եւ ըստ պատմաբանների նրա ծննդյան տարեթիվը տատանվում է 12-ից 14 տարով։ Այսինքն իրականում մենք չգիտենք։ Անձամբ ես հավատում եմ, որ նա չափազանց երիտասարդ էր 12-ից մեկը լինելու համար, իսկ Հիսուսը պետք է կատարեր Աստծո նպատակները ճիշտ ժամանակին, այնպես չէ։ Պողոսն ասաց. ես ծնվել էի ժամանակից շուտ, սա իմ անձնական կարծիքն է, որի ենթադրություն է եւ որի հետ կարելի է չհամաձայնել։ Ես հավատում եմ, որ Պողոսն էր Աստծո ընտրյալը։ Եկեք վերադառնանք Վերնատուն։ Մատաթիան շահեց վիճակախաղը։ Մատաթիային ենթադրաբար ավելացրին առաքյալների թվին։ Եվ գրված է. եթե սա տեղի ունենար այսօր, մենք հավանաբար պառակտուն կունենայինք եկեղեցում։ Մի խումբ, որը դեմ կլիներ վիճակահանությամբ առաքյալ ընտրելուն, կառանձնանար։ Այլ խումբ, որը կասեր, որ Հիսուսի համբարձումից հետո առաքյալների կարիք չկա, նույնպես կառանձնանար, իսկ այն խումբը, որը համաձայն կլիներ վիճակահանությամբ առաքյալ ընտրելուն, կմնար։ Հավանաբար Ամերիկայում հենց սա տեղի կունենար։ Ճիշտ է, բայց ուզում եմ, որ ուշադրություն դարձնեք անմիջապես հաջորդ խոսքին։ Գրված է, նրանք միաբան մեկտեղ էին։ Ճիշտ է, միաբան բառը շատ հետաքրքիր բառ է հունարենում։ Ահա եւ միաբան բառը հունարենում։ Ես ցույց եմ տալիս այս հունարեն բառը եւ նույնիսկ մի խնդրեք, որ արտասանեմ այն։ Այն նշանակում է մեկ մտքով
Միասնական համաձայնությամբ բոլորը միասին համոզված եմ, որ ոմանք վերնատանը մտածեցին, երբ Հիսուսն ընտրեց առաքյալներին, նա ամբողջ գիշեր աղոթում էր։ Սակայն երբ Պետրոսը որպես նրանց առաջնորդ որոշում կայացրեց, նրանք ասացին. մենք կընդունենք դա, ասես դա մեր գաղափարն է։ Գիտեք թե ինչ եմ տեսել աշխարհով մեկ 35 տարի ճանապարհորդելու եւ եկեղեցիներում քարոզելու ընթացքում։ Մենք պառակտվում ենք անմիտ բաների պատճառով։ Այն թե ինչպես են հավաքում զոհաբերությունը, որքան երկար է փառաբանությունը կամ որքան կարճ, որքան երկար է տևում ուղերձը կամ որքան կարճ, ինչպես է հովիվը հագնվում, ինչպիսին է դահլիճը, մկրտարանը, այսինքն ամենից անհեթեթ պատճառները։ Այո, եթե առաջնորդը պատվիրում է մեզ մեղանչել, կա ավելի բարձր իշխանություն։ Բայց առաքյալին վիճակահանությամբ ընտրելը մեղք չէ։ Դա մեղք չէ։ Այս մարդիկ տեսնում էին ավելի բարձր նպատակ։ Եվ այդ նպատակն էր, եկեք մեկ լինենք։ Այժմ կարդանք Պողոսի խոսքերը։ Ուզում եմ երկու խոսք ցույց տալ ձեզ։ Փիլիպեցիների 2:2։ Նա ասում է. լրացրեք իմ ուրախությունը, համակարծիք լինելով, ունենալով նույն սերը, միաբան լինելով եւ մեկ միտք ունենալով։ Պողոսը խոսում է մեկ միտք ունենալու եւ միաբան լինելու մասին։ Ահա եւս մեկ խոսք. միայն թե թող ձեր վարքը արժանի լինի Քրիստոսի ավետարանին, որ դուք հաստատ կանգնեք մեկ հոգով։ Այսպիսով, մենք տեսանք մեկ միտք, մեկ հոգի եւ միաբանություն։ Դուք հասկանում եք, ես տեսել եմ իրավիճակներ, երբ մարդիկ միաբան են, սակայն չունեն միևնույն միտքը։ Բայց գիտեք, մտքերը կարևոր են։ Վերնատանը գտնվող մարդիկ ընդունեցին նրա առաջարկը։ Նրանք ասացին. մենք համակարծիք կլինենք Պետրոսի հետ։ Ահա թե ինչու միաբան լինելը նշանակում է մեկ գործով, մեկ մտքով եւ մեկ հոգով։ Ահա թե ինչ է նշանակում միաբան լինելը։ Աստծո փառքն իջավ եւ ամբողջ Երուսաղեմը կրեց դրա ազդեցությունը։ 120 մարդու չհայտարարված հավաքույթի պատճառով։ Մտածեք այդ մասին։ Իմ մայրն ապրում է Վերոբիչում, Ֆլորիդայում։ Այդտեղից 20 կիլոմետր դեպի հյուսիս գտնվում է Սեբաստիանի խորշը, այն շատ հայտնի է, եւ վատ համբավ ունի Ֆլորիդայի ամբողջ արևմտյան ափում, որպես արևմտյան ափի ամենավտանգավոր ստորջրյա հոսանք։ Ինչ է ստորջրյա հոսանքը։ Երբ նայում եք օվկիանոսին, թվում է թե բոլոր ալիքները ներդաշնակ են։ Սակայն կա ստորջրյա հոսանք, որն արագորեն հոսում է դեպի ծովը։ Շատ մարդիկ մահացել են Վերոբիչի ստորջրյա հոսանքի պատճառով։ Ես մի հարց ունեմ, մենք ստորջրյա հոսանք ենք, թե միաբան ենք։ Եվս մեկ հարց. երբ կանգնենք Քրիստոսի ատյանի առջև, որտեղ դատվելու ենք որպես հավատացյալներ, քանիսին է Հիսուսը դիմելու, եւ ես հավատում եմ, որ նա լաց է լինելու ավելի շատ, քան մենք։ Եվ նա ասելու է. ես ցույց կտամ քեզ, թե քանիսը չփրկվեցին քո քաղաքում, որովհետև դու միաբան չէիր քո հովվի հետ, մտքով, սրտով եւ հոգով։ Դու քննադատում էիր նրան։ Հիշում եք անկեղծ ասած տեսանյութը, այո, խոսքը հենց այդ մասին է։ Մեր մտքերը կարևոր են։ Աստվածաշնչում գրված է, Պողոսը գրում է առաջին Կորինթացիների 4-րդ գլխում, առաջին կամ երկրորդ խոսքերում. ժամանակից շուտ մի դատեք, մինչև որ Տերը գա։ Երբ նա լույսի մեջ կբերի մեր ամենախավար գաղտնիքները եւ ծածուկ շարժառիթները, այդ ժամանակ յուրաքանչյուրի գովեստը կլինի Աստծուց։ Սա չի վերաբերում մեղավորների դատաստանին, քանի որ ոչ ոք գովեստ չի ստանա Աստծուց այդ ժամանակ։ Նա խոսում է հավատացյալների դատաստանի մասին։ Նա հայտնելու է մեր ամենախավար շարժառիթները եւ ծածուկ մտքերը, այնպես որ անչափ կարեւոր է, որ հասկանաք այս սկզբունքը։ Կարող եք ամեն ասել։ Ամեն։ Այսպիսով, որպեսզի միաբան եւ համակարծիք լինենք, կա մի բան, որ պետք է հասկանանք։ Եկեղեցում գոյություն ունեն տարբեր գործելակերպեր։ Եթե հիշում եք, առաջին Կորինթացիների 12-րդ գլխում գրված է. Պարգևները զանազան են, բայց հոգին նույնն է։ Այսինքն Սուրբ Հոգին է տնօրինում պարգևները։ Պաշտոնները զանազան են, բայց Տերը նույնն է։ Հիսուսը տնօրինում է պաշտոնները՝ առաքյալ, մարգարե, ավետարանիչ, հովիվ ուսուցիչ։ Բայց հաջորդ խոսքում գրված է, որ կան զանազան ներգործություններ։ Ահա այս խոսքը. գոյություն ունեն տարատեսակ գործելակերպեր, գործունեություն ինչ որ արդյունքի հասնելու համար, բայց նույն Աստված է, որ ոգեշնչում է եւ զորացնում է այդ ամենը բոլորի մեջ։ Պատկերացրեք նավատորմի կադետի։ Ուզում եի ասել ռազմաօդային ուժերի կադետի։ Եկեք պատկերացնենք ռազմաօդային ուժերի կադետի։ Նա զինվորական պատրաստություն է անցնում։ Եվ դրա մեծ մասը լինելու է օդային գործողություններ կամ դրանց հետ առնչվող գործողություններ։ Նա կստանա որոշակի ուսուցում, որը նույն է ցամաքային, նավատորմի եւ ծովային ուժերի համար, բայց նրա ուսուցման մեծ մասը մասնագիտացված է լինելու։ Եթե այդ կադետին տեղափոխեն ցամաքային ուժեր, նա պետք է գիտակցի հետևյալը. ես այլևս ռազմաօդային ուժերում չեմ, այլ ցամաքային ուժերում։
Այստեղ գործելակերպերը այլ են եւ դրանց մեծ մասը տեղի է ունենում ցամաքում, նույնը վերաբերում է եկեղեցիներին։ Մենք տեղափոխվում ենք այլ եկեղեցի եւ փորձում ենք վարվել այնպես, ինչպես նախկին եկեղեցում, փոխարենը սովորենք նրանց մշակույթը։ Պողոսն ասում է հետեւյալը. Նա ասում է. «Նմանվեք ինձ»։ Եկեք կարդանք այս խոսքը, այն զարմանալի է։ Պողոսը գրում է Կորինթացիներին. «Այսպիսով, հորդորում եմ ձեզ, նմանվեք ինձ»։ Ուշադրություն դարձրեք, որ նա չի ասում. «Նմանվեք ինձ, ինչպես որ ես եմ նմանվում Քրիստոսին»։ Դուք տեսնում եք, որ նա այդպես չի ասում։ Նա ասում է դա առաջին Կորինթացիների 11-րդ գլխում, բայց այդտեղ նա այլ բան նկատի ունի։ Ահա թե ինչու է նա միայն ասում նմանվեք ինձ։ Ահա։ Այս պատճառով։ Որ պատճառով։ Նա հենց նոր պատվիրեց նմանվել իրեն։ Ես ուղարկեցի Տիմոթեոսին ձեզ մոտ, որը իմ սիրելի եւ հավատարիմ որդին է Տիրոջ մեջ։ Ինչպես է վարվելու սիրելի եւ հավատարիմ որդին, նա կրկնօրինակելու է իր հորը, ճիշտ է, որը կհիշեցնի ձեզ իմ ճանապարհները Քրիստոսում։ Ինչպես որ ես սովորեցնում եմ ամենուր, ամեն եկեղեցում։ Ուշադրություն դարձրեք, որ նա ասում է իմ ճանապարհները։ Նա չասաց, որ Տիմոթեոսը կգա եւ կսովորեցնի Պետրոսի ճանապարհները Քրիստոսում։ Պետրոսը աստվածապաշտ մարդ էր, այո, նա եկեղեցու առաջնորդն էր Գործք առաքելոցի առաջին 12 գլուխներում։ Նրա գրքերը նոր կտակարանում են։ Բայց նա չասաց, որ Տիմոթեոսը կսովորեցնի ձեզ Պետրոսի ճանապարհները Քրիստոսում։ Նա չասաց, որ Տիմոթեոսը կսովորեցնի ձեզ Հակոբոսի ճանապարհները Քրիստոսում։ Հակոբոսը գլխավոր հովիվն էր Երուսաղեմում։ Նա էր, որ ասաց. «Ես այսպես եմ դատում» եւ բոլորը հնազանդվեցին։ Բայց Պողոսը գրում էր այն եկեղեցուն, որին ինքն էր ծնունդ տվել։ Եվ նա ասաց. «Տիմոթեոսը կսովորեցնի ձեզ իմ ճանապարհները»։ Ցամաքային եւ օդային ուժերը, նավատորմը եւ ծովային ուժերը նույն զինված ուժերի կազմում են։ Դրանք Միացյալ Նահանգների զինված ուժերն են առափնյա պահպանության հետ մեկտեղ։ Չեմ ուզում անտեսել առափնյա պահպանությունը։ Այդ 5 ճյուղերը, այնպես չէ, բոլորս նույն թիմում ենք, բայց մենք ունենք տարբեր գործելակերպեր, եզակի գործելակերպեր։ Ես տեսել եմ ողբերգական իրավիճակներ իմ ճանապարհորդելու տարիներին։ Ենթադրենք կա թիմ անունով մի մարդ, որի հովիվները Ջասթինը եւ Շեյլան են։ Նրանք 1000 անդամ ունեն իրենց եկեղեցում։ Դա հրաշալի եկեղեցի է։ Նրանց քաղաքում 30,000 բնակիչ կա։ Նրանք ավետարանում են այդ մարդկանց։ Բայց թիմն ասում է. «Ուզում եմ սովորել միջազգային դպրոցում»։ Նա ուղևորվում է միջազգային դպրոց, որը կապ ունի շատ մեծ 30,000 անդամ ունեցող եկեղեցու հետ։ Թիմը գտնվում է այդ եկեղեցու մշակույթի ազդեցության ներքո։ Ենթադրենք, նա անցկացնում է 2 տարի այդ աստվածաշնչյան դպրոցում, նա ավարտում է եւ վերադառնում է իր հովվի եկեղեցին։ Եվ վերադառնալիս նա պետք է որոշում կայացնի։ Կամ ես կրկին հարմարվելու եմ իմ եկեղեցու մշակույթին, կամ ստորջրյա հոսանք եմ դառնալու։ Քանի որ եթե օդային ուժերի կադետը տեղափոխվի ցամաքային զորքեր եւ սկսի սովորեցնել բոլորին, թե ինչպես վարվել, նա խնդիրներ կունենա։ Նա տարաձայնություն կստեղծի իր դասակում։ Ճիշտ է։ Որպես շրջիկ քարոզիչ ես ավելի քան 35 տարի ականատես եմ եղել այս երևույթին, երբ եկեղեցիներ էի այցելում։ Եվ գիտեք, գնալով որևէ եկեղեցի ես մշտապես ձգտում եմ ճանաչել նրանց մշակույթը։ Ներկայացնում ենք Messenger X-ը, նյութերի ներբեռնման եւ հոսքային հեռարձակման լիովին նոր հարթակ։ Այն աշակերտական նյութերի ամբողջական թվային դարան է Ջոն եւ Լիզա Բիվերներից։ Պարունակում է վիդեո ուսուցումներ, աուդիո գրքեր, էլեկտրոնային գրքեր, կարճամետրաժ ֆիլմեր, աստվածաշնչեր եւ ավելին։ Այս նոր հարթակը կարելի է օգտագործել ձեր բոլոր սարքերով։ Այն լիովին անվճար է ավելի քան 130 լեզուներով։ Աշակերտություն յուրաքանչյուրի համար ամենուր։ Ներբեռնեք հավելվածը կամ այցելեք messengerx.com։ Հիշում եմ, որ մեկ անգամ մենք իջանք ինքնաթիռից։ Ես օգնականներիս հետ էի։ Դուք գիտեք ինձ, ես առօրյա հագուստ եմ կրում։ Սիրում եմ այսպես հագնվել, քանի որ սրտանց ուզում եմ հասնել երիտասարդներին։ Ես սիրում եմ 15-ից 35 տարեկաններին, ձգտում եմ հասնել 15-ից 35 տարեկաններին։ Եվ այսպես եմ հագնվում նրանց մեկ քայլ մոտ լինելու համար։ Չեմ ուզում, որ մտածեք, որ չեմ հագնում ինչ-որ բաներ միջին տարիքի ճգնաժամի պատճառով։ Բայց գիտեք, մի անգամ ես հարցրի Լիզային. կարող եմ Ջասթինի սանրվածքի պես սանրվածք ունենալ։ Նա ծիծաղեց ինձ վրա։ Ասաց դու 58 տարեկան տղամարդ ես, Ջոն։ Լավ, սա կատակ է, ես կատակում եմ ծիծաղելու եւ Լիզային բարկացնելու համար, բայց ես առօրյա հագուստ եմ կրում։ Այն մարդիկ, որոնք սպասում էին մեզ օդանավակայանում, որոնք եկել էին դիմավորելու մեր թիմին, 4 տղամարդիկ էին սպիտակ սմոքինգներով, եւ նրանք եկել էին 2 սև լիմուզիններով։ Ես շշնջացի իմ օգնականներից մեկին, որքան հնարավոր է շուտ կոստյում գտիր ինձ համար։ Եվ իհարկե այդ երեկո ես ծառայության գնացի կոստյումով։ Ինչու։ Եթե ջինսով ծառայության գնայի, ես կանարգեի այդ հովվի ճանապարհները Քրիստոսում, այն մշակույթը, որը նա կառուցել էր։ Երբ որևէ եկեղեցի եմ գնում, առաջին հարցը
որ տալիս եմ մինչև հավաքույթը, այն է, թե որքան կարող է ծառայողը քարոզել։ Եվ եթե նրանք ասեն 35 րոպե, ես կքարոզեմ 35 րոպե, քանի որ գիտեք, եթե ես ձեր տուն հյուր գայի, Ջասթին, պատկերացրու, որ եկել եմ քո ծնողների տուն, քո տուն հյուր։ Ես չէի ասի նրանց, թե ժամը քանիսին է պետք ընտրել։ Ես չէի ասի քո մորը ուզում եմ, որ այսինչ բանը պատրաստես ընթրիքին։ Ես հյուր եմ ձեր տանը։ Ես կհարմարվեի ձեր տան մշակույթին որպես հյուր։ Դուք հասկանում եք, քո մայրը եւ հայրը իհարկե կարող էին փորձել հարմարվել ինձ, նրանք կհարցնեին, թե ինչ կերակուր կցանկանայի։ Այդ դեպքում ես ինչ որ բան կասեի, բազմաթիվ հրաշալի եկեղեցիներ հենց այսպես են վարվում, երբ այցելում եմ նրանց։ Նրանք հարցնում են, Ջոն, ինչ կարող ենք անել, որպեսզի քո այցը ավելի հաճելի լինի, ինչ կուզեի։ Երբեմն նրանք ասում են, քանի որ ես հարցնում եմ նրանց։ Ես հարցնում եմ, ինչպես եք ապաշխարության կոչ անում։ Դուք խնդրում եք մարդկանց պարզապես ձեռք բարձրացնել, դուք խնդրում եք, որ նրանք կանգնեն, դուք խնդրում եք նրանց առաջ գալ եւ նրանք պատասխանում են։ Նրանք ասում են, մենք խնդրում ենք մարդկանց ձեռք բարձրացնել եւ մնալ իրենց տեղերում, իսկ հետո կարգու կանոնը մոտենում են նրանց։ Ես հարցնում եմ, դուք տրամադրել եք ինձ 45 րոպե եւ ես ուզում եմ հատկացնել որոշ ժամանակ մարդկանց ծառայելու համար, դուք համաձայն եք։ Ես առաջ գալու կոչ եմ անելու, որպեսզի աղոթեմ նրանց համար։ Գիտեք թե ինչ են մշտապես ասում հովիվները։ Այո, իհարկե դուք կարող ես առաջ կանչել մարդկանց, բայց հասկանում եք, որ ես հարգում եմ այդ եկեղեցու մշակույթը, նրանց հարցնելով, քանի որ չեմ ուզում ստորջրյա հոսանք ստեղծել։ Սակայն ինչ վերաբերում է ավետարանի ճշմարտությանը, դա լիովին այլ հարց է։ Բայց նույնիսկ եթե ես մի եկեղեցի գնամ եւ նրանք ասեն, ես պարզապես հորինված օրինակ եմ բերում, քանի որ դուք երբեք չեք լսի, որ ես խոսեմ հափշտակության մասին, բայց ենթադրենք ես մի եկեղեցի եմ գնում եւ նրանք ասում են, մենք հավատում ենք հափշտակությանը մինչեւ մեծ պատուհասը։ Ես չեմ բարձրանա եւ քարոզի, որ հափշտակությունը լինելու է մեծ պատուհասից հետո, քանի որ կան շատ այլ բաներ, որ ես կարող եմ սովորեցնել եւ չարժե հակասություն ստեղծել նման հարցերում։ Սակայն եթե այդ եկեղեցում ինձ ասեն, որ հավատում են, որ Հիսուսը մեծ մարգարե էր եւ նա Աստծո որդին չէ, այդ դեպքում մենք խնդիր ունենք։ Ես կխոսեմ այն մասին, որ Հիսուսն Աստծո որդին է, կամ էլ չեմ քարոզի այդ եկեղեցում, քանի որ մենք տարաձայնություն ունենք այդ հարցում։ Դա հիմքային հարց է։ Ճիշտ է, դա հիմքային հարց է, դու ասացիր դա, Լիզի, դա հիմքային ճշմարտություն է, որն անկարելի է շրջանցել։ Բայց եթե ինձ ասեն, կարող ես քարոզել միայն 30 րոպե, ոչ միտեղ նոր կտակարանում գրված չէ, որ լավ ուղերձ քարոզելու համար պետք է խոսել 40 րոպե։ Ինձ համար դա դժվար է։ Ես մի շատ լավ ընկեր ունեմ, նրա եկեղեցին 30,000 անդամ ունի։ Իմ վերջին այցելության ժամանակ նա ասաց, Ջոն, ինձ գրեթե թվում է, թե ես վիրավորում եմ քեզ։ Ես գիտեմ, որ դու չես քարոզում 30 րոպե, բայց այս եկեղեցում ամեն ինչ այդպես է կազմակերպված։ Ես ասացի, ես այդպես կանեմ եւ այդպես արեցի։ Ես այնքան ուրախ էի, Սուրբ Հոգին տվեց ինձ այդ ուղերձը 30 րոպեում, բայց գիտեք, ես զգացի Աստծո բարեհաճությունը։ Մեկ անգամ մի եկեղեցում էի եւ ես քարոզում էի սատանայի խայծը ուղերձը։ Աստծո Հոգին իջավ եւ ես գիտեի իմ հոգում, որ մարդիկ բժշկվելու էին։ Ես գիտեի, որ Աստված ուզում էր դա, բայց նայեցի ժամացույցին եւ ինձ 1 րոպե էր մնացել։ Գիտեք թե ինչ արեցի։ Ես ասացի, բոլորդ բարձրացրեք ձեր ձեռքերը, փակեք ձեր աչքերը եւ երկրպագեք Աստծուն։ Իսկ դա մեծ եկեղեցի էր։ Ես արագ մոտեցա հովին եւ հարցրի իմ ժամանակը սպառվում է, բայց ես զգում եմ, որ պետք է աղոթեմ։ Դու կցանկանաս, որ աղոթեմ, թե ավարտեմ։ Նա ասաց, եք ավարտենք։ Ես ավարտեցի եւ փոխանցեցի ամբիոնն այդ հովին։ Ես չզգացի որևէ տրտմություն Սուրբ Հոգուց։ Այդ հարցն այդ հովի եւ Սուրբ Հոգու միջև է, այլ ոչ թե դուք հասկանում եք, ես հյուր եմ այդ տանը։ Դուք հասկանում եք, թե ինչ նկատի ունեմ, եւ Աստված է, որ կարգել է այդ մարդուն այդ եկեղեցում։ Ես եկել եմ այդտեղ օգնելու եւ կառուցելու համար։ Դուք հասկանում եք սա։ Երբ մենք որպես եկեղեցի նման սիրտ ունենանք, ես հավատում եմ, որ Աստված զարմանալի գործեր է անելու։ Ուզում եմ, որ պատկերացնեք հետեւյալը։ Պատկերացրեք, թե ինչ ազդեցություն կունենանք մեր բնակավայրերում, շրջաններում եւ երկրներում, երբ որպես եկեղեցի լինենք մեկ մտքով, վերաբերմունքով եւ գործով, հպատակված եւ հնազանդ այն իշխանությանը, որ Աստված կարգել է մեզ վրա։ Մենք կվարվենք նրա փառքի մեջ եւ կտեսնենք մարդկանց մեծագույն հունձքը, որ երբևէ եղել է այս աշխարհում։ Հանուն ձեր պաշտպանության, մատակարարման եւ խաղաղության, նաեւ Աստծո թագավորության տարածման մեծագույն նպատակի։ Ես դիմում եմ յուրաքանչյուրին, խնդրում եմ մնացեք ծածկոցի տակ։ Այժմ ուզում եմ ասել հետեւյալը. դուք դիտում եք այս դասը, գուցե փոքր խմբում եք կամ գուցե միայնակ եք դիտում եւ դուք հանդիմանություն եք զգում։ Հանդիմանությունը ցավոտ է։ Հանդիմանությունը եւ դատապարտությունը երկուսն էլ ցավոտ են, սակայն կա տարբերություն։ Հանդիմանությունը ելք է ապահովում, այն կոչվում է ապաշխարություն եւ այն նշանակում է,
Միթե ես գնում եի այս ճանապարհով, սա անմտություն է, Աստծո իմաստությունը բացահայտում է, որ դա անմտություն է։ Ես կընտրեմ նրա ճանապարհը, այն մտքի եւ սրտի փոփոխությունը մինչեւ իսկ մեր էության խորքը։ Հանդիմանությունը ելք է ապահովում, այն կոչվում է ապաշխարություն։ Դատապարտությունը չունի ելք։ Այնինչ դուք զգացիք դատապարտություն չէ, այն զգացումը, որ ունեք հանդիմանություն է։ Եթե ասեք Ջոն, ես չեմ հպատակվել իմ իշխանությանը, ձեր ծնողներին, տնօրենին, պետական պաշտոնյաներին կամ եկեղեցու ծառայողներին, եւ դուք ասում եք ես ցավ եմ զգում իմ ներսում, այդ ցավը դրական է։ Դա Սուրբ Հոգին է, որ ասում է. «Պարզապես ապաշխարիր, ես կներեմ քեզ, եւ դու կմաքրվես»։ Այժմ ուզում եմ աղոթել ձեզ համար։ Ուզում եմ, որ բարձրացնեք ձեր ձեռքերը Աստծուն եւ ասեք. Աստված, ես հանձնվում եմ քո իմաստությանը։ Թույլ տվեք աղոթել ձեզ համար։ Հայր Հիսուսի անունով հենց հիմա ես աղոթում եմ յուրաքանչյուրի համար, որ դիտում է այս դասը։ Տեր, նրանք ճշմարտապես ապաշխարեցին, նրանք բարձրացրել են իրենց ձեռքերը, ես նույնիսկ տեսնում եմ մարդկանց արցունքները, ես տեսնում եմ սրտեր, որոնք լաց են լինում։ Բայց Տեր, դու ողորմած Աստված ես, դու արագորեն չես բարկանում եւ անմիջապես ներում ես։ Շնորհակալ եմ այն ներման համար, որը տրվում է հենց հիմա։ Ես քանդում եմ թշնամու զորությունը, ես քանդում եմ կախարդությունը եւ վերահսկողությունը, որը եկել է ձեր կյանքում, թշնամուց եկող վերահսկողությունը, ես քանդում եմ դրա զորությունը Նազովրեցի Հիսուս Քրիստոսի անունով, եւ հենց հիմա Հիսուսի անունով ես կանչում եմ Հիսուսի արյունը, որը մաքրում է։ Աղոթում եմ, Հայր, որ քո հոգու թարմոցությունն իջնի այս մարդկանց վրա, որոնք հենց հիմա աղոթում են։ Աղոթում եմ Տեր Աստված, որ նրանք զգալի տարբերություն տեսնեն իրենց անձնական կյանքում, աշխատանքում, եկեղեցում, իրենց բնակավայրերում, քանի որ նրանք հպատակեցրին իրենց սրտերը քո ճանապարհներին, սկզբունքներին եւ իշխանությանը։ Հիսուսի անունով ես օրհնում եմ նրանց եւ շնորհակալ եմ քո բարեհաճության համար նրանց կյանքերում։ Հիսուսի անունով։ Ամեն։ 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 Ինձ համար շատ հաճելի էր լինել ձեզ հետ եւ սովորեցնել ծածկոցի տակ ուղերձը։ Կա շատ ավելին, այնպես որ անպայման կարդացեք ծածկոցի տակ գիրքը։ Հրաշալի էր լինել ձեզ հետ։ Սիրում եմ ձեզ։ Մինչեւ նոր հանդիպում։ Ներկայացնում ենք Messenger X-ը, նյութերի ներբեռնման եւ հոսքային հեռարձակման լիովին նոր հարթակ։ Այն աշակերտական նյութերի ամբողջական թվային դարան է Ջոն եւ Լիզա Բիվերներից։ Պարունակում է վիդեո ուսուցումներ, աուդիո գրքեր, էլեկտրոնային գրքեր, կարճամետրաժ ֆիլմեր, աստվածաշնչեր եւ ավելին։ Այս նոր հարթակը կարելի է օգտագործել ձեր բոլոր սարքերով։ Այն լիովին անվճար է ավելի քան 130 լեզուներով։ Աշակերտություն յուրաքանչյուրի համար ամենուր։ Ներբեռնեք հավելվածը կամ այցելեք messengerx.com։